Մեր ընդդիմությունը շատ ծանր է տարել, որ Հայաստանում այլևս մարդիկ իրենց արտահայտած կարծիքի կամ արտասանած բառի համար զուգարաններում չեն սպանվում։ Մեր ընդդիմությունը ծանր է տարել, որ Հայաստանում կարելի է ունենալ ցանկացած քաղաքական հայացքներ ու դրա համար չսպանվել ծեծելով զուգարաններում։ Այսօր գիտեք, որ եղել ենք Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքներում, այդ քաղաքներում արժանացել ենք շատ ջերմ ընդունելության, եղել է նաև դեպք, երբ որ այո, Արտաշատում մի քաղաքացի վարչապետին ասել է, չէ, մի մտի իմ խանութ, չեմ ուզում դու կամ դուք մտնեք, չեմ էլ հիշում այդ տեսանյութը արդեն։ Այո, եղել է այդպիսի դեպք ու դա նորմալ է։ Աշխարհի ոչ մի երկրում, ենթադրում բացառությամբ Հյուսիսային Կորեայի, ոչ մի երկրի ղեկավար չունի ժողովրդի 100%-ի աջակցությունը, ու դա նորմալ է։ Ու այո, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, այդ ժողովրդավարական երկրում այո քաղաքացին իրավունք ունի երկրի վարչապետին ասի, չէ, մի մտի։ Ու դա նորմալ է, ու դա լավ է։ Ես հպարտ եմ դրանով։ Ես հպարտ եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը հենց այդքան դեմոկրատ է, ու դա նորմալ է։ Դա նորմալ է, դա լավ չի, դա ինչ-որ տիեզերական բան չի, դա նորմալ է։ Բայց այն որ այս տեսարյութը որպես չգիտեմ ինչ մի բան տարածում է դիմադիր մեդիան ու դիմադիրներ, ինչ ասեմ, շնորհակալություն ժողովուրդ ջան, խնդրում եմ ավելի շատ տարածեք այդ տեսանյութը, որպեսզի հանկարծ որևիցե մեկի մոտ կասկած չմնա, որ ձեր ժամանակները, երբ որ այդ քաղաքացուն կտանեին այնքան կծեծեին, միջև նա կմեռներ, արդեն անվերադարձ անցյալում են։ Իսկ այդ քաղաքացին թող իմանա, որ ինքը իրավունք ունի ունենալ իր քաղաքական հայացքները, իրավունք ունի արտահայտել իր քաղաքական հայացքները եւ իրավունք ունի դրանից հետո շարունակել ապրել այնպես, ինչպես որ ապրում էր։ Ու դա մեծագույն ձեռքբերում է։ Դա Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձեռքբերումն է, ու այդ ձեռքբերումը նրանից դուք ստահակներդ երբեք չեք կարողանա խլել։ Տարածեք այս տեսանյութը։